Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ, այսօր մեզ մոտ սկսվում է նոր հարց ու պատասխան ֆորմատի հետաքրքիր նյութ։ Հավատում ենք այն շատերին պետք կգա։ Արթուր եղբայր, շնորհակալ եմ չմերժելու համար, որպես երիտասարդների լավագույն ընկեր, այսօր փորձենք հարց ու պատասխան իրականացնել իրար հետ ու հավատում եմ այն շատերին պետք կգա ու կտեսնենք այդ վկայությունները։ Հարցս այսպիսին է. ինչպիսին պետք է լինի այսօրվա քրիստոնյա երիտասարդը Աստծո մեջ, ապրելով մի աշխարհում, որտեղ կան բազմաթիվ գայթակղություններ, մեղքեր եւ ազդեցություններ, որոնք փորձում են շեղել նրան Աստծո ճանապարհից։ Այսօրվա երիտասարդներին իրականում դժվարությունները շատ ավելի է, որտեղ մեղքը ավելի հասանելի է, քան երբևէ։ Միշտ է եղել աշխարհում մեղքը, բայց այս ժամանակներում ավելի ու ավելի շատացել է մեղքը, բնականաբար երիտասարդները ավելի են ընկնում։ Պիտի նշենք, որ Աստված էլ ավելի յուրահատուկ, ավելի զարմանալի կերպով է գործում։ Ինչպես մենք տեսնում ենք այս օրերին Աստծո գործը, Աստված էլ զորավոր կերպով գործում է ու զարմանալի է, որ երիտասարդների շրջանակներում Հիսուս Քրիստոսը պահանջված անձ է։ Ավելի շատ են այս օրերին մարդիկ, թե պետքա մեղքը, թե պետքա չարությունը, բայց երիտասարդները շատ հետաքրքրված են Հիսուսով։ Ես քաջալեր եմ մեր երիտասարդներին կայուն եւ հաստատուն լինեն Աստծո մեջ։ Արթուր ջան, գիտեմ, որ դուք փոքրուց մեծացել եք եկեղեցում։ Բնականաբար, երիտասարդ, պատանի եք եղել, երիտասարդ եք դառել։ Օրինակ, ինչը ձեզ ամուր թելերով կապեց Քրիստոսի սիրո մեջ, որ մինչև հիմա հետևում եք Տիրոջը։ Ամբողջ հոգով զգում եի, որ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ է, ճշմարիտ ճանապարհը հենց Աստծուն հետևելն է։ Սակայն ես նայում էի աշխարհին, մեղքին, գայթակղություններին, բայց իմ մեջ մի այսպիսի որոշում ունեի. պարզապես գնամ եկեղեցի, մոտիկանամ Աստծուն, այսպես որ ասում էի Տեր, ես փոխվել չեմ կարող, Հիսուս ջան, ես մեղքեր կա, պիտի գործեմ, չեմ կարող չգործեմ, բայց մի բան կարող եմ անել։ Ես կարող եմ ուղակի գալ ժողովների, նստել ու լսել Աստծո խոսքը։ Ասում էի, մենակ սա կարող եմ անել։ Ուրիշ ոչինչ ինձանից ես չեմ պատկերացնում կարողանայի անել, որ դրա արդյունքում լինեի հոգևոր, որտեղ անկարող էի տեսնում Աստված սուրբ եւ իմ փոխվել անարին էի տեսնում։ Բայց այն պարզ բանը, որ ես այդ որոշումը, որ Տեր ես ոնց կամ ուղղակի ինձ կբերեմ եկեղեցի։ Դա միակ բանն էր, որ ասացի ես կարողանամ անել, բայց հետաքրքիր է, որ Աստված հենց այդ դա էլ ուզում էր ինձանից։ Մնացած ընթացքը ինքը փոխեց, մնացած ընթացքը ինքը հաստատեց ինձ եւ այդ պարզ իմ որոշումից ու քայլից, որը խորհուրդ կտամ այդ երիտասարդներին էլ, ուղղակի ինքդ քեզ բեր ժողովի, ուղղակի ինքդ քեզ արի ու նստի ժողովների, լսիր Աստծո խոսքը եւ թող Աստված փոխի քո կյանքը։ Սա իմ պարզ խորհուրդն է մեր երիտասարդներին։ Շնորհակալ եմ Արթուր ջան։ Իրականում սիրելիներ, Տիրոջ տան մեջ լինելը շատ կարևոր է։ Ամեն բան սկսվում է հենց այդտեղից։ Միգուցե արդյունքը միանգամից չի երևում, բայց Տերը իր սերմերը ցանում է, այսպես ասած, իր սերմերին տիրություն է անում։ Կոչս է ձեզ, սիրելիներ, ինչ իրավիճակում կաք, եթե եկեղեցում եք, ել ավելի ամրապնդեք ձեր եկեղեցու մեջ լինելը։ Եթե կտրվել եք կամ ինչ-որ ժամանակ հաճախել եք, հետո չեք հաճախել, վերադարձեք նորից եկեղեցի, որտեվ եկեղեցին դա Տիրոջ ընտանիքն է եւ այնտեղ բոլորը ձեզ սպասում են, սիրով են սպասում, հավատում եմ, կարոտած են սպասում ու վստահ եմ, եթե այսօր դու թուլացել ես, ոչինչ, ինչպես անառակ որդուն հայրը ընդունեց, հավատա Տերը այդ կարոտով սպասում է նաեւ քեզ։ Արի եկեղեցի։